Արդեն մեկ շաբաթ է ընթանում է մեծ պահքը։ Եկեղեցական օրացույցում մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է արտաքսման, երբ հիշեցվում է մարդկության նախածնողների՝ Ադամի ու Եվայի տարագրումը դրախտից։ Սակայն աստվածային նախախնամությամբ այս տարի օրը համընկել է Տյառն Ընդառաջի տոնին, եւ հայոց բոլոր եկեղեցիներում խորանները բաց են։ Մարտաճարում պատարագիչն էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ Պարթև Վարդապետ Բարսեղյանը։ Իր քարոզում հոգեշնոր հայրը հավատացյալներին կոչեց Սիմեոն ծերունու նմանությամբ խոնար հոգով ընդառաջ գնալ Տիրոջը, արժանանալու նրա շնորհներին եւ ուրախությանը։ Գարեգին երկրորդ վեհափառ հայրապետի տնօրինությամբ Տյառն Ընդառաջի տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր։ Ավանդույթի համաձայն ամեն տարի այսօրը Մարտաճարի ավագ խորանից նորին սրբությունն իր օրհնությունն է բաշխում եկեղեցու նորապսակ սարկավագներին եւ նրանց տիկնանց։ Սուրբ պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոսը նաև հանդիպում ունեցավ նորապսակ զույգերի հետ։ Վեհափառ հայրապետն իր ուրախությունը հայտնեց տեսնելու բազմաթիվ սարկավագների արդեն իրենց կյանքի ուղեկիցների հետ։ Նորին սրբության մաղթանքն ու ցանկությունն է, որ սարկավագները շուտով համալրեն հայ եկեղեցու ամուսնացյալ քահանաների դասը, իրենց ծառայությունը բերելով հայ ժողովրդին։ Վեհափառ հայրապետն այդ ծառայության մեջ կարևորեց նաև նրանց տիկնանց առաքելությունը։ Հայոց հովվապետը նորապսակներին հորդորեց նաև ինքնուրույն հարթել իրենց կյանքին առնչվող բոլոր խնդիրները, զերծ մնալով միջամտություններից։ Շատ դրական տրամադրությամբ, ել ավելի ոգևորությամբ, Աստծո շնորհներով լցված վերադառնում ենք մեր ծառայության վայրեր, որպեսզի շարունակենք հայ առաքելական եկեղեցու այդ մեծ առաքելությանը նեցուկ լինել եւ մի բան էլ մեր կողմից ավելացնել։ Նոր զգացողություններ, երբ որ արդեն ընտանյոք հանդերձ ենք բոլորս հանդիպում եւ հասկանում ենք, որ արդեն հասունացել ենք եւս մի քայլ Աստված մեզ իր փառքով առաջնորդել է եւ այլևս մեր առջև նոր անդաստան է բացված, ավելի լրջախով մոտենալու մեր ծառայությանը եւ նաեւ մեր ընտանիքներում, որպեսզի օրինակելի լինեն հասարակության համար։ Նշան Աբասյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։